Բարև ձեզ, եթերում տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումն է, նախընտրական քարոզչության ընթացքում այս տաղավարում հյուրընկալում ենք Գյումրիի թիմ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Այսօր հյուրընկալել ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Ինչպիսի քարոզարշավի ենք մենք ականատես արդեն մի քանի օր է մնում քարոզարշավին եւ դիտորդական առաքելությունները արձանագրում են ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական լծակի չարաշահման դեպքեր։ Դուք ձեր քաղաքական կուսակցությունը ինչպիսի քարոզարշավի ինչ եք ֆիքսում, ինչպես է ընթանում քարոզարշավը Գյումրիում։ Քարոզարշավը մրցակցային է, բայց կեղտոտ, այսինքն ձեր ասած բոլոր ոչ ցանկալի դրսևորումները կան, ատելության խոսքն է շատ։ Իդեպ, ես ուզում եմ հատուկ արձանագրել, որ բոլոր դեպքերում դրա նախաձեռնողը դառնում է իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր, այսինքն ընդդիմությունը ի սկզբանե շատ ավելի զուսպ էր, չհաշված բոլոր ընդդիմությունների բնորոշ քննադատությունը, բայց շատ ավելի զուսպ էր քարոզարշավի ժամանակ իրեն պահում, մինչև այն պահը, երբ իշխանությունը թերևս զգալով, որ ցանկալի արդյունքի չի հասնում, սկսեց անձնական թիրախավորումները, դե բնականաբար նման պայմաններում արդեն անտագոնիստական կամ խիստ թիրախավորված քարոզարշավի հետ գործ ունենք։ Իսկ ինչ մնում է վարչական ռեսուրսի չարաշահմանը, այստեղ անվիճարկելի առավելությունը կամ բացարձակ առավելությունը պատկանում է իշխանությանը, կարելի ասել, որ միայն նա է վարչական ռեսուրս կիրառում, որտեղ մյուսները ուղղակի դրա հնարավորություններն չունեն։ Մենք միայն այն ցուցակը նախընտրական, եթե ԿՊ-ի դիտարկենք, ամեն ինչ պարզ է։ Սա շատ նման է նախահեղափոխական կառավարող կուսակցությունների ցուցակներին։ Դպրոցի տնօրեններ, մշակույթի տան տնօրեններ, բուժ հաստատությունների տնօրեններ, ինչ են այս բոլոր մարդիկ, ընդ որում ոչ անցողիկ տեղերում հայտնվել այդ ցուցակում։ Շատ պարզ տրամաբանությամբ, որովհետեւ կոնսոլիդացված օգտագործեն վարչական ռեսուրսը։ Իհարկե, իրենց կուսակցության ղեկավարը հետո կխոսի ժողովրդավարական օազիսի մասին, չգիտեմ, ֆորպոստերի, բայց այդ հեքիաթները վաղուց ենոքավանից դուրս որևէ մեկին հետաքրքիր չեն։ Ակնհայտորեն քաղաքացիական պայմանագիրը սադրիչ եւ իշխանության ռեսուրսների չարաշահմամբ ուղեկցված քարոզարշավ է իրականացնում, մյուսները ստիպված են հակադարձել, որովհետեւ երբեմն այնպիսի ստեր են հնչում, որոնց հասարակական չպատասխանելը ուղղակի կարող է մոլորության մեջ գցել առանց այդ էլ շփոթված ընտրողների։ Ինչ պատճառով է թիրախավորվել ձեր կուսակցությունը ներկայացնող տեխնացուն։ Հենց այդ անհասկանալի է։ Մեր քաղաքական քննադատությանը, որտեղ համարյա անձնական վիրավորանք չի հնչել, հետևեց ԿՊ քաղաքապետի տեխնացուի գրեհիկ պատասխանը, որ գոտկատեղից ներքև հարված էր, որտեղ ընդհանրապես անձնավորվում էր բացառապես անձը, ընդ որում անձնավորվում էր չեղած տեղը։ Ես զարմանում եմ, որ մի քանի տարի պատգամավոր աշխատած անձնավորությունը, պատգամավորի կարգավիճակ ունեցած անձնավորությունը, քաղաքացիություն, վիզայի ռեժիմ, կեցություն, կացություն, այս բոլոր բաները չի տարբերում իրարից։ Ես ուղղակի ապշած եմ, որտեղ նույնիսկ ապշած եմ նաև Նիկոլ Փաշինյանի վրա, որտեղ նույնիսկ ուսապարկեր ընտրելուց դաստիարակված ուսապարկեր են ընտրում, պիտանի, որովհետեւ գործին չվնասեն։ Այս պարագայում ընտրվել է ուսապարկ, որը ներողություն եմ խնդրում, փողոցային կուրաժիտը զուգակցել էր բացարձակ անգրագիտության հետ եւ համ մատուցել որպես քարոզարշավ, ուղղակի ծիծաղել է։ Մեր տեխնացուն չենք էլ թաքցրել, փոխադրումների բիզնեսով է զբաղվել տարիներ շարունակ։ Դա սպეციფიկ բիզնես է, որտեղ մի քանի երկրների հետ գործ ունի, այդ թվում Թուրքիայի, բայց ոչ միայն, Բուլղարիա, Ռուսաստան եւ այլն։ Ուրեմն ցանկացած երկրում, որտեղ այդ բիզնեսը իրացվել է կամ իրականացվել է, Արտեմ Ղարաղազարյանը գտնվելու անհրաժեշտություն է ունեցել։ Այդ իրենց ասած փաստաթուղթը, որ որպես պատմական բացահայտում ներկայացրեցին Թուրքիայի հետ կապված եւ այլն,
Ընդհանրապես ռեգիստրացիայի թուղթ է, սա ժողովրդական լեզվով եմ ասում, որ մարդիկ հասկանան։ Ռեգիստրացիայի թուղթ, որը կարգավորել է Ղարազարյանի Թուրքիա ելքն ու մուտքը ընդամենը։ Իսկ որ ամեն անգամ վիզա չհանվի եւ այլն, միանգամից վերցվել այդ թուղթը։ Լրիվ լեգալ, չի խախտել որևէ օրենք, թե Հայաստանի, թե Թուրքիայի։ Իդեպ բացարձակ սուտ է Սարիկ Մինասյանի այն պնդումները, թե իբր քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացել։ Սարիկ Մինասյանը դերևս շանս ունի ներողությունով այս հարցը փակելու, եթե ոչ նա իրավական եւ բարոյական հարթությունների վրա պատասխան կտա իր արածի համար։ Մենք թույլ չենք տա, որ հայրենիքի գողերի եւ ստախոսների կուսակցության ներկայացուցիչները մեզ թիրախավորեն։ Ընդհանրապես Սարիկ Մինասյանը մի թեմա է մտել, որը այլ խոսքով կան մեջքից հարված Նիկոլ Փաշինյանի դժվար է անվանել։ Նիկոլ Փաշինյանը շարունակ քրտինք թափելով, աղերսելով, օրեր շարունակ մոմավառում Էրդողանի եւ Ալիևի նկարների առաջ։ Հիմա նրա Գյումրվա տեխնացուն այս պարագայում թուրքական հետք փորձում է փնտրել ուրիշների մոտ։ Սա ուղղակի ծիծաղելի է։ Գուգլեք Թուրքիայի ամենաասոցացվող կուսակցությունը Հայաստանում կարծում շատ ակնհայտորեն այսօրվա կառավարող կուսակցությունն է։ Մի կուսակցություն, որը մեր հայրենիքի մի մասը հանձնել է թուրքերին, ադրբեջանցիներին, ուրիշներին մեղադրում է Թուրքիային բիզնես գործունեություն ծավալելու մեջ, կներեք ոչ միայն ծիծաղելի չէ, ողբերգականորեն իրենց բարոյական սնանկությունն է բացահայտում։ Սարիկ Մինասյանը ժամանակ ունի, իչև օրավերջ կարող է ներողություն խնդրել այդ ստի համար, թե իբրև Արտյոմ Ղարազարյանը փորձում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, եթե ստի համար ներողություն խնդրի, կբավարարենք այդքանով, եթե ոչ, Աստված իր հետ, Աստված իր հետ, գնաց մտնես Թուրքիայի հետ և Ադրբեջանի հետ ամենաշատ ասոցացվող կուսակցություն և ուրիշ տեղ թուրքական հետ փնտրես, դրա համար կներեք ֆանտազիա է պետք, բայց Սարիկ Մինասյանի կրթական ցենզը, բարոյական մակարդակը նման ֆանտազիա ունենալու չի ձգում։ Փաստորեն սա PR էր եւ սև PR, այս պարագայում հակագովազդը նույնպես գովազդ է։ Ես խիստ կասկածում եմ, որ Սարիկ Մինասյանը հասկանում ընդհանրապես PR-ը ինչ է։ Միջև փորձեք այդ իրան բացատրել, ընտրաշարը կավարտվի։ Բայց քանի որ դուք եք հարցրել, այո, սև PR-ի դրսևորում, հա։ Դերևս այն հույսով, որ մենք կամ շատ զգայական պատասխան կտանք, այսինքն օրենքից դուրս իշոր ձևով կպատասխանենք կամ կլռենք։ Բայց մենք ընտրեցինք գերորդ ճանապարհը իր համար անակնկալ, տվեցինք քաղաքական պատասխան, իրավականն էլ կհետևի, եթե գիտեք, չի կարելի ԿՊ մտնել եւ միանգամից այդ կուսակցության ամենակարևոր գիծը սուտը ворթեգրել։ Կարելի է մի քիչ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել։ Գյումրեցու Ղայդով Գյումրեցու բարոյական կոդեքսը Սարիկ Մինասյանը խախտել է։ Ընդ որում այդ անցաթղթի մասին որ խոսում ենք, վաղուց ժամկետ անցել է եւ Արտյոմ Ղարազարյանը չի էլ երկարացրել, որովհետեւ գործնական այդ ոլորտով հիմա նույնիսկ ինքը չի զբաղվում այս բանին։ Այսինքն ժամկետանց փաստաթղթի մասին է խոսքը։ Ժամկետանց փաստաթղթի մասին է խոսքը։ Ասում եմ առավելական ծիծաղելի է։ Այլապես տարածքային ընտրական հանձնաժողով ուշադրություն կդարձներ նման։ Չէ, դա օրինական է, ինչ ուշադրություն։ Հիմա ոնց մենք գնանք Ռուսաստան, ժամանակավոր հաշվառվենք Ռուսաստանում, այդ խոպանչիների մեծ մասը այդ պրոցեդուրայով անցնում է։ Դա ինչ խոչընդոտ պետք լինի, որ դուք ստեղ մասնակցեք ընտրական գործընթացի։ Բացարձակ, լրիվ օրինական բան, հա, որը գրեթե համարժեք է, որ ամեն անգամ վիզա ստանաս։ Իսկ ազդեցությունը ըստ որն է լինելու, ինչ որ վերլուծություն ունեք, թե այս ամեն խոսակցությունները ինչպես են ազդում ձեր քաղաքական ուժի վարկանիշի եւ մասնավորապես ցուցակը գլխավորող տեխնացուի վարկանիշի վրա։ Գիտեք, իշոր մարդկանց բոլորության մեջ գցեցին, բայց մեր համոզիչ հակափաստարկներից հետո չեմ կարծում
շատ մեծ էֆեկտիվություն կարող է ունենալ իրենց արածը, առավել ևս, որ իրենք բարոյական նկարագրով չեն փայլում։ Ես այսօր մի քանի հարց եմ ռետորական հնչեցրել ասուլիսի ընթացքում մեր գյումրեցիները գիտեն շատ փոքր քաղաք է, շատ համով, բայց փոքր քաղաք է, գյումրեցիները գիտեն իրենց քաղաքում ով է տոկոսով փող տվողը, ում պատճառով են տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ տոկոսի տակ ճռնում, բոլոր բաները գիտեն նաև ԿՊ-ի թեկնածուն ժամանակին քաղաքապետարանում ինչ բաժին է ղեկավարել եւ մի շարք այլ բաներ, բոլորը գիտեն շատ բան, դա առաջի դեպքը չի միջայլոց, որ Սարիկ Մինասյանը Գյումրեցուն ոչ հարիր վարքագծով մեկ այլ գյումրեցու հարվածի տակ է դնում, սա ակամայից հիշել եմ 2018 թվի մի տեսանյութ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր Գյումրի, նոր վարչապետ էր, Սամվել Բալասանյանի հետ կանգնած զրուցում էին, Սարիկ Մինասյանը հետևից այնքան միջամտում էր, չգիտեմ ինչ էր ուզում ասել, որ Նիկոլ Փաշինյանի հանդիմանության արժանացավ, տեսօր այնքը դարձել Նիկոլ Փաշինյանի լյուբիմչիկը։ Ընդհանրապես շատ է սիրում սս քաղաքական ոլորաններով անդադ պտտվել։ Հանրապետական, Լուսավոր Հայաստանի խմբակցություն, Սոր ԿՊ, դատելով իր երեկվա ելույթից շատ շուտով հայդատական կարող է դառնալ։ Եղանակները շուտ են փոխվում, հատկապես շատ փոթորկոտ մարտ ամսին։ Գուցե քաղաքական կերպարանափոխության դեպ անձի էլի հականատես լինենք։ Եվ ընդհանրապես այն նախընտրական քարոզչության ընթացքում, որոնք են այն սահմանները, ինչ է կարելի եւ ինչ չի կարելի։ Ընտրական օրենսգիրքը այդ սահմանները շատ հստակ սահմանում է, եւ եթե բոլորս հավատարիմ մնանք ընտրական օրենսգիրքի պահանջներին, ամեն ինչ կիրթ եւ մրցակցային մոտավորում կանցնի։ Ցավոք սրտի մենք ունենք մի իշխանություն, որը ամեն ինչ վերցնելու գայթակղությանը տրված չի նկատում, որ խախտում է բարոյական եւ բոլոր այլ սահմաններ։ Թիրախավորում են բոլորին, ովքեր կարող են այդ պահին վտանգ սպառնալ իրենց իշխանության երկարաձգմանը։ Փառասիրությունը հեղափոխության հրաշամանուկների բանականությունը լափել է եւ նրանք իրականությունից կտրված չգիտեմ, անում են բաներ, որոնք ոչ օրենսդրական կարգավորման տրամաբանության մեջ են տեղավորվում, ոչ բարոյականության էթիկետի, ոչ մարդկային հարաբերությունների։ Ես Գյումրիում բազմաթիվ հրաշալի մարդկանց ծանոթության ուրախություն ունեցա այս ընթացքում եւ ցավոք սրտի մի քանի մարդու կորցրեցի իրենց նախկին կերպարներով։ Դրանցից մեկը Սարիկն է ցավոք սրտի, որին ես դրական եմ ճանաչել տարիներ առաջ։ Հիմա կերպարանափոխվել է չնայած ցանկացած մարդ, ով մեծ հաշվով հայրենիքի գողերի կուսակցության անդամագրվում է, որոշակի որակներ է կորցնում։ Ծրագրային պայքար այնուամենայնիվ տեսնում եք, թե ոչ։ Հիմա դժվար է պատկերացնել, որ այս ընդ որում վեճերը մի հարթության վրա չեն, այսինքն երկու սուբյեկտի մեջ չեն, առանցքային 4-5 քաղաքական ուժեր, այդ թվում մերը, բանի մեջ են, այս քարոզչական պատերազմների մեջ են, այդ պարագայում, գիտեք, բանականության ու ռացիոնալության ձայնը խլացվում է եւ ակնկալել, որ այսքանից հետո ծրագրային մրցակցություն կլինի, մանավանդ որ գիտեք, քանի մոտենում են ընտրությունների օր, էսկալացիան ավելի մեծանում է, մի քիչ դժվար է, բայց ես միշտ ասում եմ, որ եթե ուզում եք այնուամենայնիվ ծրագրային ինչ-որ մոտեցումների հավատալ, քվեարկեք TV7-ին, այսինքն դեմոկրատական այլընտրանք կուսակցությանը, որովհետև մենք այլընտրանք ենք, իրական այլընտրանք ենք, ոչ միայն գործող իշխանության, այլ նաև հին համակարգին, եւ սա իմ կարծիքով ամենաճիշտ ճանապարհն է։ TV7, դեմոկրատական այլընտրանք, Արտյոմ Ղարազարյան։
Եվ եթե խոսենք ձեր նախընտրական ծրագրից, Գյումրիի որ խնդիրներն են ձեր ծրագրում առաջնահերթությունների ցանկում եւ նշեք ոչ թե խնդիրները միայն, այլ դրանք լուծման ինչպիսի ուղիներ եք նախանշում։ Առաջինը բնականաբար այդ տնակների վերացումն է, դոմիկների այսպես կոչված, որտեղ դա հարիր չի 21-րդ դարին։ Դա լուծման համար 14 միլիոնանոց բյուջեն շատ փոքր է, ինքնին հասկանալի է, դա գլոբալ ծրագիր է։ Նույնիսկ միայն կառավարության ռեսուրսները կարող են չհերիքել, դրա համար մենք առաջարկել ենք ստեղծել Գյումրիի զարգացման հիմնադրամ, որը լրացուցիչ ռեսուրսների կոնսոլիդացիայի աղբյուր պիտի դառնա, մեկ։ Երկրորդ կարևոր խնդիրը, որը մի շարք խնդիրներ է լուծում, դա ճանապարհների բարեկարգումն է։ Մենք կեսից ավելի ճանապարհներ ունենք Գյումրիում, այսինքն 160 ճանապարհներից կեսը եւ ավելին ընդհանրապես գտնվում են նույնիսկ անմխիթարը մեղմ բառը այդ վիճակում, շատ վատ վիճակում, եթե դա կարգի չբերվի, դա հնարավոր է անել սուբվենցիոն ծրագրերով, այսինքն եւ տեղական բյուջեի եւ կառավարության սուբվենցիաների միջոցով, եթե դա չարվի, զբոսաշրջության սիրտ Գյումրին երբեք չի դառնա, իսկ Գյումրին դրա շատ մեծ պոտենցիալ ունի, իսկ եթե դա այդ ինֆրաստրուկտուրաները զարգացնենք, Գյումրին շատ արագ կզարգանա, որովհետեւ туриզմի զարգացումը իր հետ բերում է նաև մեծ գումարների ներոս Գյումրի ինչի իր հերթին կապով մի քանի 100 նոր աշխատատեղերի ստեղծում, հյուրանոցային սպասարկման ոլորտների զարգացում, ինչքան էլ փորձենք այդ խնդրին լուրջ չմոտենալ, այդ շների խնդիրը կա, որը բայց զուգակցենք աղբահանության խնդրի հետ, որտեղ դրանք մի կոմպլեքս են, օրինակ ես քաղաքում պատշաճ աղբամաններ շատ հաճախ չեմ տեսնում, այդ կապարիչները, փակիչները բաց վիճակում են կամ ընդհանրապես բացակայում են, իսկ դա այդ անօթևան շների խնդիրը ավելի է խթանում եւ նաեւ նրանց կազանացնում է, այսպես ասենք։ Այդ խնդիրները պիտի լուծվի, այստեղ կա Փարիզի, Մոսկվայի լուծումների շատ ուսանելի օրինակներ, այստեղ էլի քաղաքային բյուջեի ռեսուրսները բավարար չեն, այսինքն մենք պիտի ունենանք մի քաղաքային իշխանություն, որը կարողանա ինքը նախաձեռնող լինել եւ ներգրավել երկու տիպի ռեսուրսներ այս հիմնարար խնդիրները լուծելու համար։ Առաջինը կառավարության սուբվենցիոն ծրագրերը, երկրորդը մասնավոր ոլորտի բիզնես ներդրումները։ Ձեր ասելիքա, ձեր ամբողջ ծրագրերը լուծման ուղղություններով քարոզարշավային այս օրերի ընթացքում հասցրել եք հասցնել բոլոր հասցրել եմ, իշտել որ կիսատ է մնացել, հիմա ձեր միջոցով կհասցնեմ։ Ես դիմում եմ գյումրեցիներին, ես գիտեմ, որ դուք ուզում եք փոփոխություններ, դուք ուզում եք ազատվել այս ապաշտոր իշխանությունից, որը միայն ազգային ողբերգության սիմվոլ է, բայց նաև չեք ուզում հին համակարգի վերադարձը, որից հոգնած ստիպված ենք 2018-ին ընտրեցիք այս լուզեր իշխանությանը։ Դրա համար ձեզ բոլորիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցել մարտի 30-ի ընտրություններին, վերցնել TV7 քվեաթերթիկը, ընտրել դեմոկրատական այլընտրանք կուսակցությանն ու Արտեմ Ղարաբազարյանին։ Սա փոփոխությունների իրական ճանապարհ է։ Եվ թերևս վերջին հարցը, սա ձեր զրույցների, ձեր հանդիպումների ընթացքում գյումրեցիների հետ անտարբեր զանգված արդյոք շատ է։ Չափազանց մեծ է։ Ու այս ժողովրդին չեմ մեղադրում։ Միշտ խաբված, միշտ ընտրությունից ընտրություն հիշող ժողովուրդը չի կարող այլ հոգեվիճակում լինել։ Այս ընտրություններում ուրախ եմ, որ մի քանի տասնյակ մարդու մոտ ես հույս ծնեցի, հավատ ծնեցի, ուրախ եմ, որ մեր թիմը մի քանի 100-ի մոտ ծնեց այդ հույսն ու հավատը, բայց ամբողջովին այդ խնդիրը մեզ բոլոր դերակատարների ընտրական լուծել չհաջողվեց, բայց ես ուզում եմ, որ հաջորդ ընտրական ցիկլում, երբ որ գամ Գյումրի, իհարկե ընթացքում էլ անդադ կլինեմ, ես ուզում եմ ժպտացող Գյումրի տեսնեմ, ուրախ Գյումրի տեսնեմ եւ հիշեմ նաեւ, որ Գյումրին հումորի հետ ասոցացվող, մշակույթի հետ ասոցացվող քաղաք է։ Ես ուզում եմ, որ այս ընտրական ցիկլը փոսից դուրս գալու
առաջին քայլը լինի Գյումրիի համար, դրա համար արժանի ընտրությունը կարևորում է։ Շնորհակալություն։ Իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տեսանկյան տաղավարում զրուցում էինք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։